Բարև ձեզ։ Շողակաթ հեռուստաընկերության եթերում տաղավարում շարքի հերթական հաղորդումն է եւ մենք շարունակում ենք քննարկել մեր կրթության եւ գիտության տարբեր խնդիրներ։ Մայիսի վերջին օրերին Երևանի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ երկօրյա մի աշխատաժողով, որը վերնագրված էր պատմության ուսուցիչների եւ պատմագիտության ապագան։ Այսօր տաղավար ենք հրավիրել ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Մղթար Գաբրելյանին եւ դեկանի տեղակալ Հայկ Մխոյանին։ Պարոն Հայկ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Մենք ենք շնորհակալ։ Ուզում եմ իմանալ, թե ինչ մարտահրավերներ անհրաժեշտություն դարձրեցին նման աշխատաժողովը կամ գիտաժողովը կոչենք, ինչից առաջացավ այդպիսի, որտեղ եթե մի գիտաժողով է լինում կամ աշխատաժողով է լինում, ըստ երևույթին դրա անհրաժեշտությունը զգացվում է։ Ինչ մարտահրավերներ էր թելադրում այդ գիտաժողովի անցկացումը։ Երկու, հարթություն ես կուզեի առանձնացնել, մեկը զուտ կիրառական հարթությունն է, մեր ֆակուլտետը որպես հանրապետությունում կրթական ծառայություններ մատուցող ամենակարևոր օղակներից մեկը, հատկապես եթե խոսքը վերաբերում է պատմագիտական կրթությանը, քննարկումների արդյունքում արձանագրեցինք, որ այսօր ըստ էության մենք ունենք եթե ոչ կապի խզում, այլ կապերի շատ խիստ թուլացում, որովհետև ստացվում է մի վիճակ, երբ դու ունես ուսանող, դու տալիս ես կրթություն, մատուցում ես կրթական ծառայություններ, հետո ինքը հայտնվում է կրթական շուկայում, որպես մանկավարժ, որպես դպրոցում աշխատող, եւ դու այլևս իր կարիքները չգիտես։ Այնպես ինչպես դու իր կարիքները մեծ հաշվով շատ հաճախ չգիտես նաև այն ժամանակ, երբ որ ինքը ընդունվում է։ Այսինքն մի տեսակ խզվածք կար եւ այս աշխատաժողովի հիմնական նպատակներից մեկը քննարկելը եւ արձանագրվելն էր, թե որն է մեր որպես կրթական ծառայություններ մատուցող միջավայրի հիմնական անելիքը։ Մենք ինչ պիտի մատուցենք, ինչ բովանդակություն պիտի մատուցենք, ինչպես պիտի ձևակերպենք այդ բովանդակությունները, որ պատմության ֆակուլտետի շրջանավարտը, ով դպրոցում է, ով կրթական տարածությունում է, մեծ հաշվով, ինքը լինի մրցունակ մի կողմից եւ միևնույն ժամանակ ինքը իր գիտելիքով, համենայն դեպս սա մեր մոտեցումն է, դառնա այդ mainstream ձևավորող, հիմնական հոսանք ձևավորող, որտեղ պատմության ֆակուլտետը ինքը միշտ անկախ տարբեր վայրիվերումներից եղել է համենայն դեպս եւ մտքերի գեներատոր եւ շատ ոլորտներում նաեւ մտքեր պարտադրող, գաղափարներ պարտադրող։ Գլոբալ առումով այդ այն մարտահրավերն է, եթե երկրորդ մակարդակն ենք նայում, որի մասին բոլորս խոսում ենք, կարծեք թե իշխանություն, ընդդիմություն, մտավորականություն, հասարակություն, տաքսու վարորդ եւ այլն, եւ դա վերաբերում է ոչ թե պատմության ընկալման այն կերպին, որ մենք ունենք, այլ լայն առումով պատմության մեկնաբանության այն փիլիսոփայությանը, որը այսօր կա կամ չկա հայաստանյան իրականությունում, որովհետև մի բան է ուղղակի պատմություն գրելը, որը լավ թե վատ արվում է տարբեր ակադեմիական հաստատություններում, ու լրիվ այլ բան է, երբ դու փորձում ես այդ գիրը պայմանական տեքստը, նարատիվը, որ այսօր ունես, դնել համակարգի մեջ, դարձնել հայեցակարգ, դարձնել նույնիսկ եթե կուզեք պարադիգմա, որտեվ շատ են խնդիրներ։ Այսօր մենք ունենք այդ մեր պատմության, լայն առումով պատմության ընկալման, մեկնաբանության եւ հանրայնացման խնդիր։ Այդտեղ երևի թե մենք նաեւ ցանկանում ենք երկու կողմից եւ մեր կողմից մեր առաջարկները ներկայացնել ուսուցիչներին եւ նաեւ լսել իրենց առաջարկները կապված ֆակուլտետի կրթական ծրագրերի բովանդակային նաեւ փոփոխությունների հետ, որովհետեւ մենք վերջին տարիներին պարբերաբար փոփոխություններ ենք իրականացնում, նոր առարկաներ ենք մտցնում, նոր այսպես մոդուլներ ենք հաստատում, բայց մենք ավարտող ուսանողը, ով գնում է
դպրոց եւ սկսում է դասավանդել, արդյոք այդ մոդուլներն անհրաժեշտ են դպրոցում եւ հակառակը իրենց այսօր ինչ է անհրաժեշտ, որ մենք ցանկանայինք լսել ու ինչու ոչ նաեւ առաջիկայում հնարավորության դեպքում դրանք ներառել, որովհետեւ ի վերջո հանրակրթությունը այն հիմնական տեղն է, որտեղ ամենաշատն է հնարավոր սովորեցնել պատմություն եւ այս տեսանկյունից մենք կարևորում ենք այսօր այն առարկաները եւ այն դիսցիպլինները, որոնք պետք են եւ անհրաժեշտ են դպրոցում դասավանդվող աշակերտին փոխանցելու համար, իսկ դրա համար անհրաժեշտ է գիտելիք եւ այս տեսանկյունից պետք է բնականաբար լսել նաեւ ներկայումս գործող ուսուցիչներին։ Բրդար ուզում եմ ձեր զեկուցումը կոչվում է պատմագիտական կրթության վիճակը եւ հրամայականները։ Եթե մի քիչ ավելի մանրամասն ասենք, ինչպիսին է վիճակը։ Ես շատ անկեղծ կասեմ, որի համար երբեմն նաեւ քննադատվում եմ, շատ մտահոգիչ առնվազն։ Շատ մտահոգիչ, որովհետեւ վերջերս մի 2-3 անգամ խոսել եմ այդ մասին, խնդիրը, որ մենք ունենք, իրականում համակարգային է։ Այսինքն ես չեմ ուզում խոսել այն մասին քավլիցի։ Մենք ունենք հրաշալի պատմաբաններ, մենք ունենք շատ լավ հետազոտություններ, մենք ունենք հզոր գիտական ուղղություններ, բայց այսօր ժամանակակից աշխարհում ամենակարևոր հարցադրումներից մեկը դա այն է, թե ինչ լեզու ունի քո գիտությունը, որտեղ բոլորս պիտի ընդունենք, որ կա գիտության լեզու։ Ժամանակակից աշխարհի ֆիզիկան, մաթեմատիկան, քիմիան ունեն մասնագիտական լեզու։ Նման լեզու ունի նաև պատմագիտությունը։ Գուցե ունի լեզուներ, դպրոցների, ավանդույթների առանձնահատկություններով պայմանավորված, բայց դրանք գոյություն ունենք։ Երբ մեր ուսանողը դրսում թեկուզ աշխատաժողովի կամ գիտաժողովի է մասնակցում, մենք նույնիսկ վախում ենք նրան, որ մեր դասընթացների անվանումները, մեր կողմից դասավանդվող առարկաների անվանումները որոշ դեպքերում դրսի կամ գիտության լեզվի տեսանկյունից ընկալելի չեն, մարդը չի հասկանում ուղղակի դասընթացի վերնագիրը, ինքը բովանդակության մեջ էլ չի մտնում, որտեվ այդ երևույթը, այդ իրողությունը, այդ process-ը, չգիտեմ, ժամանակակից աշխարհում ընդունված է անվանել այլ կերպ։ Եվ այստեղ որն է մեր խնդիրը։ Մեր խնդիրը հենց այդ է, այսինքն լեզու եւ դրա հիման վրա քարտեզի վրա դիրքավորում։ Մենք եղել ենք այդ լեզվական միջավայրում, դա սովետական միությունն էր։ Սովետական միությունն էր իր պատմագիտության լեզվով, իր պատմագիտական հետազոտությունների մեթոդաբանությամբ, չէ, որից մենք ուզեինք, չուզեինք, կախվածության մեջ էինք։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ այսօր ժամանակակից աշխարհում շատ ավելի ճիշտ է ոչ թե միայն խելոք լեզվով խոսելը, այլ եթե դու ուզում ես դառնալ մրցունակ, դու պիտի լինես խելոք եւ խոսես ճիշտ լեզվով։ Հայ, իսկ այս զեկուցումը կոչվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետում ծրագրերի փոփոխությունը, ինչ ժամանակ է կընդգրկել, այսինքն ինչ փոփոխություն, դիտարկված փոփոխությունները, որոնց մասին զեկուցումը եղել է, ինչ ժամանակահատվածի է վերաբերում, ասենք անկախությունից հետո վերջին մի քանի տարիներին։ Վերջին 2-3 տարիների հիմնական փոփոխություններն են, որովհետև այդպես ուսումնական պլանների մեծամասշտաբ փոփոխություններ ավելի շատ այդ ժամանակամիջոցում էին եւ առավել շատ մեր ընդգծումը վերաբերում էր հետեւյալին այն գիտելիք այն փոփոխությունները, որոնք անմիջականորեն այսօրվա դպրոցում տեղի ունեցող փոփոխություններին կարող էին առնչվել։ Այսինքն օրինակ մենք համալսարանում այսօր անցնում ենք հետազոտության պլանավորում եւ մեթոդներ առարկան եւ այսօր դպրոցներում զուգահեռաբար ներդրվել է հետազոտական այդ աշխատանքների նոչապորոշիչների մեջ դա կարևոր ուղղություն է եւ նախագծային աշխատանքների իրականացում եւ այլն եւ այս ամեն ինչը ըստ էության մենք նաեւ պատրաստում ենք որոշակիորեն ուսանողներին, ովքեր ապագայում պետք է մտնեն դպրոց եւ դասավանդեն, նաեւ այս ամենը անելուն եւ ուսուցիչների հետ մեր խոսակցությունները ցույց էին տալիս, որ իրենք էլ են ցանկանում այդպիսի
իրենք ժամանակին, քանի որ այս ամեն ինչին պատրաստ չեն եղել եւ իրենց կրթությունը մեկը 10 տարի առաջ է ավարտել, մեկը 20, մեկը 30, իրենք ըստ էության դրան պատրաստ չեն եւ իրենց համար շատ ցանկալի էր օրինակ, երբ որ հետադարձ իրենք ասում էին մեզ, իրենք էլ ստանան այդ մոդուլների բովանդակությունը, դասախոսությունները, գրականություն եւ այլն, որովհետեւ իրենք էլ կարողանան դպրոցներում իրենց դասերը կամ նախագծային աշխատանքները ճիշտ կազմակերպել եւ մենք նաև այս տեսանկյունից առաջարկել արեցինք իրենց, որ մենք կարող ենք իրենց օգնել ու օժանդակել իրենց նախագծային եւ հետազոտական աշխատանքները կազմակերպելու ժամանակ, այսինքն դասախոսներ, ովքեր կոնկրետ այդ ուղղությունների մասնագետներն են, իրենց կարող են օգնել եւ աջակցել կամ կարող ենք նույնիսկ մենք այդպիսի հաջող պրակտիկա ունենք, երբ որ նախագծային աշխատանքները մեզ մոտ են պաշտպանվում, այսինքն դպրոցականները գալիս են համալսարան եւ Պատմության ֆակուլտետում իրենց մի տարվա կամ կես տարվա աշխատանքները եւ հետազոտության արդյունքները ներկայացնում են դասախոսների, պրոֆեսոր-դասախոսական կազմի ներկայացուցիչների, ուսանողների ներկայությամբ վերջերս նախադեպ ունեցանք, երբ որ ուսանողները իրենք էին գրախոսում էին աշակերտների աշխատանքները եւ սա բավական այսպես ակտիվություն էր առաջացրել նաեւ աշակերտների մոտ։ Ուսանողներն էլ էին ողջևորված, որ իրենք ինչ որ գործ են անում, որը պետք է, եւ աշակերտներն էլ, որ ուսանողները զբաղված են նաեւ իրենց գործերով։ Իսկ առարկայի անվան փոփոխությունը, հայոց պատմությունը, վերափոխվեց Հայաստանի պատմության, ինչ որ նաև բովանդակային փոփոխություն ենթադրեց, թե պարզապես անունը փոխվեց եւ վերջ։ Կա որոշակի փոփոխության կամ գոնե պլաններ կամ բան նաև բովանդակության բացի անունից։ Մեր մոտ մեծ հաշվով մենք ոնց որ թե դեռ անվանման փոփոխություն էլ չունենք։ Բազմիցս ինձ համար անձնապես որպես հետազոտողի այդ փոփոխությունը շարունակում է մնալ ոչ բավարար չափով ընկալելի։ Ինքը քննարկման խնդիր է, ես ընդունում եմ, որ փաստարկ ունի բազմաթիվ կողմնակիցներ, բազմաթիվ աջակիցներ, գուցե գլոբալ առումով տրամաբանության մեջ դա կարելի է հասկանալ, բայց էլի այստեղ երկու կարևոր խնդիր կա։ Մեկը, եթե դու դնում ես Հայաստանի պատմություն եւ կամ թողնում ես հայոց պատմություն, ամենակարևոր խնդիրը, որը դու պիտի լուծես, ինչի ես ամենասկզբում ասացի, որ մենք ավելի շատ համակարգային խնդիր ունենք։ Քանի դեռ մենք չունենք լավ, չեմ ասում բացարձակ, բայց գոնե մի քանի հիմնական ընդունելի տեսակետ այն մասին, թե ի վերջո հայկականության, հայոց եւ Հայաստանի սահմանը որն է, այս քննարկումները, այս փոփոխությունները, այս որոշումները իրենք ավելի շատ երկրորդ մակարդակի կամ երկրորդ կարգի փոփոխություններ են, որովհետև կան հարցադրումներ, որոնցից մենք չենք կարող խուսափել։ Այստեղ նաև ընկալման խնդիր է, պատմության, փիլիսոփայության խնդիր է, որտեղ եթե իմ համար հայկականության, լայն առումով բանաձևը մշակույթն է, կրոնն է, պատմությունն է, իսկ ամեն կերպ լեզուն է, խոհանոցն է, ես սա ասում եմ որպես ազգագրագետ եւ որպես հետազոտող, ապա այդ Հայաստանը կամ հայկականը ես մեկը ամենտեղ տեսնելու եմ։ Այսօրվա լոսի հայկական համայնքում եմ տեսնելու, չէ, Միջնադարյան Լվովում եմ տեսնելու, այսինքն մեր համար ազգագրագետների, պատմաբանների մի հիմնական մասի համար, այ հենց այդ քննարկումը գալիս էր դրանից եւ խնդիրները, որ կային, բխում էին դրանից, որտեղ մենք ի վերջո այդ երկու կարևորագույն հասկացությունները, որոնց փոփոխությունը փորձում ենք անել, մենք մեր համար այսպես միանշանակ ընդունելի բանաձևում դեռ չունենք, որն է հայոցը եւ այնտեղ փաստարկները բերվում են, որ հայոցը դա նաեւ Հայաստանն է, հայկականն է, եւ որն է Հայաստանը, այսինքն քանի դեռ այստեղ մենք շատ որոշակիություն չունենք, մեծ հաշվով բովանդակային փոփոխություններ այդպես արտահայտված չկան էլ։ Ունեք վիճակագրություն, թե պատմության ֆակուլտետը ավարտած է, քանի ուսանող հետո կրեդիտներ հավաքում, շրջանավարտներ եւ դպրոց մտնում, այդպեսի ինչ որ մի վիճակագրություն կա, թե չէ։ Հստակ թվեր դժվարանանք հիմա ասել, բայց
կան այսօր ուսանողներ, ովքեր ցանկություն ունեն դպրոցում տանել, իհարկե դրանց թիվը բավական այդքան էլ շատ մեծ չի։ Հիմա մեզ մոտ մանկավարժի որակավորման այդ դիսցիպլին, այսինքն որակավորում ստանալը առանձնացված է հիմնական կրթաբլոկից, դա լրացուցիչ 30 կրեդիտ է, որը ձեռք են բերում համալսարանում եւ ուսմանը զուգահեռ եւ ստանում են այդ որակավորումը։ Ուսանողների թվով կարող եմ ասել, ովքեր քանի տոկոսն է ցանկանում, պատմության բակալավրիատի կրթական ծրագրի ուսանողների մոտարապես 60%-ը ստանում է այդ որակավորումը։ Բայց բնականաբար բոլորը չի ստանում։ Բոլորը չի, որ աշխատում են, քչերն են աշխատում, հիմնականում դա այլ տարբեր խնդիրների հետ է կապված, մասնավորապես վերջի շրջանում ես օրինակ հարցնում էի ուսանողներին 4-րդ կուրս, ովքեր ավարտել էին, եթե աշխատանքի տեղ լինի կցանկանաք, մի քանիսի անուններ այդպես նշեցի ինձ մոտ, ցանկանում էին կոնկրետ տեղ աշխատել, որովհետև իրենք դրանից դուրս չեն պատկերացնում, որ իրենք կգնան, թեկուզ իրենք մարզից են, բայց տեղափոխվել են հիմա Երևան եւ այլևս չեն ցանկանում գնալ մարզում աշխատել։ Հիմնական երկու այսպես տեղը, որտեղ նշեցին 5 ուսանողները, դա կենտրոնի դպրոցներն են եւ մասիվի։ Այսինքն ինչ որ աշխարհագրություն էին իրենց համար ձևավորել եւ դրանից դուրս չէին էլ ցանկանում աշխատել։ Սա լուրջ խնդիր է մեզ համար, որ հետո վերադառնալու ցանկություն չունեն եւ իրենց համար որոշակի տեղ են ուրվագծում, որից դուրս իրենք չեն պատկերացնում իրենց աշխատանքը, ցանկացողներ կան, բայց կոնկրետ տեղ։ Իսկ պատահում է Հայկ, որ դպրոցներ դիմեն ձեզ, որ մասնագետի դուք այդպես ինչ ասեմ, խորհուրդ թե ում կարող են վերցնել կամ բավական շատ են այդ դպրոցների եւ կենտրոնի այսպես դպրոցներ եւ Երևանի տարբեր թաղամասեր, այդ թվում մասիվի դպրոցներ եւ մարզային դպրոցներից շատ են դիմում, վերջի տարիներին այդ թիվը ավելի ու ավելի մեծանում է եւ նույնիսկ ես երբ որ դիմում են, զարմանում եմ, որ այդ դպրոցները ունեն պատմության ուսուցչի կարիք, որովհետեւ թվում է թե այդ դպրոցները գոնե պետքա չունենան, դրանք խոշոր դպրոցներ են, դրանք հայտնի դպրոցներ են, որտեղ ինձ թվում է շատերը կցանկանային աշխատելու, բայց նույնիսկ նրանք ունեն ուսուցիչների պակաս։ Վերջի շրջանում Արցախից եկած ուսուցիչներն են բավական շատ լրացրել այդ պահանջարկը, մի փոքր կարծես թե նվազել է վերջին 1 տարվա ընթացքում, բայց անցած տարվա հատկապես ամառվա շրջանում պարոն Գաբրելյանն էլ են շատ դիմում, տեղատարափել մենք այդպես չկարողացանք բոլորին նույնիսկ գոհացնել, որովհետև այդքան ցանկացողներ չկային։ Ինձ հետաքրքիր թվաց նաև երրորդ հանրապետության, պատմության դասավանդման խնդիրները թեմայով զեկուցումը, ամենաբարդ բանն է, ես այդպես եմ կարծում, գուցե սխալվում եմ, էլի, ասենք, եթե ոչ հեռու անցյալի, ասենք 1-2 տասնամյակ առաջվա իրադարձությունները մինչև հիմա, այդպես դեռ բանավեճի քննարկումների, չգիտեմ, տարբեր վերաբերմունքի արծարծումների առարկա են, ապա ինչպես պիտի դասավանդվի։ Էլի կոնցեպտուալ խնդիր է եւ այնտեղ եթե զեկուցումներն էլ նայեք, մեթոդաբանություն մենք անդադ բան ենք անում։ Դա ամենաբարդ խնդիրն է։ Ինչի է ամենաբարդ խնդիրը, որովհետեւ ցավոք սրտի եւ մենք, ինձ թվում է մեր մի հիմնական մասը եւ մեր մանկավարժները հակված են անպայման աշակերտներին տանել մինչև բացարձակ կամ բացարձակ ընկալելի ճշմարտության բացահայտումը։ Բայց գոնե այս վերջին 4 տասնամյակի մասով մենք պիտի առնվազն արձանագրենք, որ այստեղ չկա բացարձակ ճշմարտություն։ Եւ այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա։ Ի վերջո ժամանակակից միջավայրը, եթե մենք նայում ենք 15, 16, 14, 17 տարեկան երեխեքը այսօր ընդհանրապես, եթե մտածողության խնդիրն ենք նայում, այլ մտածողություն ունեն։ Մեր հիմնական խնդիրը, հիմնական հարցադրումը այդ նաև աշխատաժողովի շրջանակներում էր, որ այնուամենայնիվ եւ մեր առաջարկը այնա, որ եկեք պայմանավորվենք, որ մեթոդաբանորեն ավելի ճիշտ մոտեցումը այն է, որ մենք միշտ դպրոցականին մտածելու տեղ թողնենք։ Ինքը պիտի կարողանա մտածել, այսինքն մենք պիտի փորձենք եւ պատմության ֆակուլտետը, առաջին հերթին, եւ նաեւ պատմության ֆակուլտետի շրջանավարտները որպես սկզբունք որդեգրենք այն, որ ի վերջո մեր խնդիրը բացարձակ ճշմարտություն հրամցնելը չի։
Եվ եթե մենք որպես հարցադրում ձևակերպում ենք դա, մենք այդտեղ միշտ տանուլ ենք տալու։ Մեր խնդիրը գուցե փաստերը, իրողությունները, իրադարձությունները պրոֆեսիոնալ տեսանկյունից հնարավորինս գրագետ ներկայացնելն է եւ նաեւ այդ նույն դպրոցականին սովորեցնելը, թե ինչպես ինքը կարողանա ճիշտ օգտվել նաեւ երրորդ հանրապետությունից։ Այստեղ չէ կարող հետազոտական աշխատանքի հանրություն, որ ինքը իր կարծիքը ձևավորի։ Մի օրինակ իմ պրակտիկայից բերեմ, երբ որ ասենք ազգագրության դասընթացի շրջանակներում ինչ-որ ռեֆերատների թեմաներ եմ, ես առաջարկում, առաջին հարցը, որ տալիս եմ, որտեղից ես, եւ երբ որ ուսանողը ասում է, այս բնակավայրից եմ, ասում եմ, հələ մի հատ փորձի քո գյուղի մասին գրել։ Ուղղակի քո գյուղի մասին կամ քո թաղամասի մասին, ասում անկեր Գաբրելյան, մեր գյուղում հետաքրքիր բան չկա, ինչ կա մեր գյուղի մասին գրելու։ Հենց ինքը սկսում է աշխատել, մի շաբաթ, երկու շաբաթ, պապի հետազրուցում, համագյուղացու հետազրուցում, պատահաբար ինչ-որ մի հատ հուշարձան է գտնում, երկու շաբաթում բառացիորեն ոգևորվածություն, հետաքրքրվածություն, մյուս էապես փոխվում է։ Այսինքն այստեղ շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք նույն Հայաստանի երրորդ հանրապետության պատմությանը մոտենում։ Եթե մենք արձանագրում ենք, որ այս հարցի միակ ճիշտ պատասխանը սա է, մենք տանուլ ենք տալիս։ Ժամանակակից աշխարհում տեխնիկան, մեթոդը, մեթոդաբանությունը ամենակարևոր գործիքներն են։ Հայկ ուզեիք այդ հարցին անդրադառնայիք, որովհետև ես հիշում եմ, որ պատմության դասագրքերի դեմ ինչ-որ բաներ կային, բողոքներ, որ դեռևս թարմ, այսպես ասեմ, պետական գործիչներ, որ դեռևս կենթանի են, բավական չի, հա, դեռևս քաղաքական պայքարի մեջ են, հա, դրանց իրենց գործունեության շրջանների մասին հատվածներ, որոնք ոմանց բավարարում են, ոմանց չեն բավարարում։ Այսինքն ես հասկանում եմ, որ շատ դժվար է, նույնիսկ թողնենք մի կողմ, լավ, պետական գործիչներ, քաղաքական գործիչներ, նախագահներ կամ վարչապետեր, որոնց մասին տեղեկություններ այսպես թե այնպես տրվում է, բայց նաև իրադարձությունները, Ղարաբաղյան շարժման, Արցախյան առաջին պատերազմի, չգիտեմ, այնքան արագ է փոփոխվում եւ վերաբերմունք եւ գնահատականներ։ Ես ուզում եմ հասկանալ, ինչպես պիտի կողմնորոշվել եւ ինչ մատուցել երեխեքին։ Իմ կարծիքով այստեղ պետք է առաջինը, ինչպես պարոն Գաբրելյանը նշեց, մեթոդը ճիշտ սովորեցնելու աշակերտին, հետո հաջորդ փուլում, այսինքն տալ այնպիսի տեղեկատվություն, որը հստակ է եւ բոլորը ընդունում են, դրա փաստերն են, երևույթներն են, անձիկ են, ժամանակը եւ տարածքն է։ Մնացածը մեթոդի շնորհիվ ըստ էության մենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մասին երբ որ խոսում ենք դա ամենավերջում են աշակերտները անցնում ուստի եւ մոտեցումներ որոշակի ունեն պատմության նկատմամբ ձևավորված եւ գիտելիքներ ունեն արդեն նախորդ этаպներից ձևավորված իրենց մոտ եւ շատ փոքր գիտելիքի արկայության դեպքում երբ որ դա համադրեն իրենց արդեն հմտությունների հետ միասին իրենք շատ լավ արդյունք կարող են ստանալ եւ շատ տարբեր թեկուզ մոտեցումներ ունենալու պարագայում ես կարծում եմ եւ հենց այս մոտեցումների տարբերությունը կարող է օգնել աշակերտներին ավելի խորությամբ հասկանալ մանավանդ հենց իրենք ապրում են այս ժամանակում եւ այնուամենայնիվ աշակերտներին իմ փորձառությունից քանի որ դպրոցում են զուգահեռաբար աշխատում են ու աշակերտներին ամենաշատը դուր է գալիս երբ որ իրենք անցնում են այն ամենի մասին, ինչ իրենք տեսել են կամ գոնե լսել են իրենց ծնողներից, որովհետև դա իրենց ամենաշատն է հետաքրքրում, ամենաշատ հարցերն են այստեղ հնչում եւ պետք է փորձել համադրել։ Շատ բան թեկուզ չասել, իրենց դրթել, որ իրենք գնան իմանան, ծնողներից իմանան, գնան թերթեր նայեն եւ այլն։ Այսինքն դաշտը ավելի մեծ է իրենց հետազոտելու, այստեղ դրթելու։ Եթե մենք օրինակ դժվարությամբ կստիպենք աշակերտներին գնալ կարդալ Մովսես Խորենացի Եղիշեփ Հավստոզմուսան, ապա ժամանակակից հիմա միայն ինտերնետը, YouTube-ը եւ այլն այնքան հոլովակներ եւ այլն կան, որ կարելի է հենց հետազոտական աշխատանքներ տալ, թեկուզ ինչ որ ցույցի մասին, ինչ որ պատմագիտական ակնարկ անելու համար եւ այդպես նաեւ պատմությունը իրենց համար ավելի հետաքրքիր եւ իրենց ավելի մոտ կլինի։ Երբ որ դպրոցական ծրագրերից հանվեց հայ եկեղեցու պատմության առական եւ ասին մտնելու է պատմության դասագիրքը, այդ կարգի փոփոխությունները արդեն արվում են թե չէ դասագրքերում գոնե։ Այս պահին այն դասագրքերը, որոնք կան, կա 7 եւ 8-րդ դասարանի նոր դասագրքեր,
մյուս դասագրքերը դեռ չկա, 9-րդ դասարանը մրցույթների մեջ է, 10-11-րդ դասարաններին կարծես թե չի ստացվել մրցույթները, ես ինչքան որ տեղյակ եմ, շատ լավ չեմ տիրապետում տեղեկությանը, 7-8-րդ դասարանի դասագրքերում շատ չէ ծավալը, այն երբ որ կային հայոց եկեղեցւոյական դասագրքեր, հատկապես 7 եւ 8-րդ դասարաններում դրանք հիմնականում, այսպես եկեղեցու ճիշտ բառը թե ընտրեմ քաղաքական պատմության, այսինքն այս կաթողիկոսի բարեփոխումները եւ այլ այդ փուլներ, դա շատ քիչ է ինտեգրված եւ եթե համեմատենք նույնիսկ նախորդ շրջանի հենց հայոց պատմության դասագրքերի հետ ծավալը մի փոքր ավելի պակաս է, իմ դիտարկմամբ։ Նույնիսկ պակաս է։ Հա։ Դե նախորդ դասագրքերը ինֆորմացիայի առումով ավելի շատ էին։ Այստեղ հարցադրումներն են ավելի շատ նոր դասագրքերում, այսինքն քննարկման թեմաներն են մի քիչ ավելի շատ, կարծում եմ ուսուցչի ցել է գալիս, թե ինքը ինչ կբերի եւ այդ թեմայի շրջանակներում ոչ, այսինքն չի օգտագործի միայն դասագրքի նյութը, ինքը կարող է բերել յուրաքանչյուր աղբյուր, իսկ դասագիրքը դա ըստ էության հնարավորություն, նոր դասագրքերը մեթոդական առումով դա տալիս են, կարող են բերել եւ դասի ժամանակ որպես լրացուցիչ նյութեր եւ թեկուզ ոչ թե լրացուցիչ, այլ հենց պարտադիր նյութ էլ կարող են հանձնարարել եւ աշակերտները հենց աղբյուրներից իրենք ծանոթանան, ժամանականակի տեսանկյունից սա ուսուցչին հնարավորություն տրված է։ Եղավ աշխատաժողովը, եղան զեկուցումներ, մեկը շատ հետաքրքիր, մեկը ավելի հետաքրքիր, մեկը մի քիչ պակաս հետաքրքիր։ Ինչ եզրակացությունների եք հանգել եւ երկրորդը փորձ եղել է, ասեն, գոնե այն գաղափարները, որոնք թվացել է բոլորին հետաքրքիր, հա ինչ որ գործառնական ինստիտուցիոնալ չասեմ, հա, բայց գոնե ինչ որ կիրառական բան դնել դրա տակ եւ փորձել մտցնել դպրոց, փորձել մտցնել համակարգ։ Ի վերջո զեկուցումների հրատարակություն լինելու է թե չէ։ Ես կարճ կասեմ Հայկը կամփոփի, առաջին քայլը որ արվեց, դա այն էր, որ մենք բոլոր զեկուցումների սահիկաշարերը աշխատաժողովի ավարտից երևի մի քանի օր անց ընդամենը հավաքել եւ ուղարկել ենք բոլոր մանկավարժներին։ Այսինքն իրենք այդ նյութերը այլևս ունեն եւ իրենք կարող են դա օգտագործել։ Եվ հետահայաց արձագանքներն էլ բավականին լավն են։ Հաջորդը որ արվեց, դա այն էր, որ արդեն իսկ աշխատաժողովից երևի 2-3 օր անց, եթե չեմ սխալվում, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնը ստացավ մի քանի աշխատանք, չէ, որոնք պիտի գրախոսվեին եւ որոնց ներկայացումը պիտի արվեր մեր մոտ։ Եվ գոնե մենք նախնական այսպես որոշում եւ ցանկություն ունենք սեպտեմբերից մեր համար ամենակարևոր գաղափարը, որ մենք փորձեցինք անել, դա այնա, որ առնվազն ամիսը մեկ անգամ թեմատիկ քննարկումների շարք սկսենք մանկավարժների հետ, կարծում եմ մնացածը Հայկը, որ մանրամասները ավելի լավ գիտի, կներկայացնի։ Ես այսպես մեր ամենակարևոր այս պայմանավորվածություններից էր կարծում եմ մանկավարժների հետ, որ մենք այսպես մի համայնքի նման կսկսենք աշխատել, այսինքն իրենք բարբերաբար իրենց խնդիրները կփորձեն ներկայացնել, մենք մեր խնդիրները, որովհետև մենք էլ բազմաթիվ խնդիրներ ունենք եւ կփորձենք այն խնդիրները, որոնք առնչվում են դպրոցին, ուսանողին, աշակերտին, փորձենք համատեղ լուծել։ Մյուս պայմանավորվածությունը մեր այն էր, որ մենք այն մոդուլները, որ ասացի հաղորդման սկզբում, որոնք կստեղծվեն, մենք դա եւս կուղարկենք դպրոցի ուսուցիչներին եւ նրանք եւս որովհետեւ ըստ էության մասնագիտական գրականության կարծես թե այսպես կարիք ունեին որոշ ուսուցիչներ ցանկություն էին հայտնում որ իրենք անպայման դրա մասին որոշակի տվյալներ ունենան եւ կարծում եմ էլի այդ այսպես որպես ամփոփում շատ կարեւոր է այդ հետազոտական աշխատանքները բերել պատմության ֆակուլտետ ոչ միայն բերել դրանք ներկայացնել այլ նաեւ որպես դրանք դրանց ձևավորման ընթացքում եւս մենք փորձենք մասնակցություն ունենալ, այսինքն ոչ միայն վերջում գրախոսենք եւ ասենք դիտարկումներ որոշակի կամ փոփոխություններ իրականացնեն, այլ ընթացքից են սկզբից սկսած թեմայի ընտրությունից, ընթացիկ աշխատանքից, գրականության տրամադրումից սկսած մեր ֆակուլտետի պրոֆեսոր դասախոսական կազմը նաեւ ուսանողները պետք է փորձեն ակտիվորեն մասնակցել։ Պարոն, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք, եկաք եւ այս հետաքրքիր զրույց ունեցանք, ես հաջողություն եմ մաղթում ձեր գործերին։ Շնորհակալություն։ Իսկ մենք շարունակենք տաղավարի եթերում քննարկել մեր գիտության եւ կրթության խնդիրները ամենատարբեր դիտանկյուններից։